Շնորհակալություն, պարոն Նահապետյան, շնորհակալություն զեկույցի համար, դուք փաստացի զեկույց եք ներկայացնում մի ժամանակահատվածի համար, որ դուք չեք պաշտոնավորել, այլ ուրիշ նախագահ, ես ձեզ մաղթում եմ, որպեսզի աշխատանքի բարելավման շուրջ հաջողություններ ունենաք, որտեղ եթե ամեն ինչ լիներ լավ, մենք հիմա ուրիշ մարդու կլսեինք ստեղ ձեր փոխարեն, այս շատ կարևոր արձանագրում է։ Երկրորդը ես ուզում եմ շարունակել գործընկերներիցս մեկի բարձրացրած հարցը կապված կալանքի կիրառման հետ թարմ օրինակով։ Թեև ես թվերով շատ եմ խոսում դրա մասին եւ դեռ կխոսեմ, ցույց տալով, որ կարծես թե դա վերածվել է միջդատական պատժի գործիքի կամ նախաքննության ժամանակ ցանկալի ցուցմունքներ կորզելու գործիքի, բայց ես մի կոնկրետ դեպք եմ ուզում հիմա ասել։ Մի քանի օր առաջ ձերբակալվել է մի բժիշկ, որը ըստ մամուլի հրապարակումների եւ եթե սխալ է խնդրում եմ ուղղեք, մեղադրվում է ապօրինի վարձատրություն ստանալու մեջ։ Ես հիմա կարդում եմ քրեական օրենսգրքի այդ հոդվածը, որի մեջ սանկցիան սկսվում է տուգանքից, այսինքն 10-նապատիկից 30-նապատիկի չափով։ Եվ էլի ըստ մամուլի բժիշկը վերցրել է 270,000 դրամ աղիք կարելու գործիքի համար, որը չի մտնում պետական պատվերի գումարի մեջ եւ իր հանցանքը ըստ էության կայանում է կամ ՀԴՄ չտպելու մեջ, որտեվ գումարա վերցրել կամ հիվանդանոցը ՀԴՄ չի տպե, կամ այդ գումարը պետքա պացիենտը պարզապես վճարեր այդ վաճառող կազմակերպության եւ բերեր տար բժիշկին, որ վիրահատության ժամանակ տեղադրվեր։ Հիմա բժիշկը դուք հայցել եք կալանք եւ բժիշկը կալանավորվել է 2 ամսով։ Ես հիմա չեմ ուզում դատարանի որոշումը բանանը դնել կասկածի տակ, ինձ հետաքրքիր է, ինչի եք դուք հայցել կալանք այս դեպքում, որտեվ միշտ կարելի ասել, դե մենք հայցել ենք դատարանն էլ արժանահավատակ գտել եւ տվել է այդ կալանքը, բայց ինձ հետաքրքիր է, ինչի է քննիչը այս դեպքում, երբ որ պոտենցիալ դատարանը կարա դատապարտի այս մարդուն օրինակ 10-նապատիկ կալանքի, հայցե կալանք եւ այդ մարդը հիմա կալանքի տակ է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Թորոսյան։ Ես ձեր կողմից նշված դեպքին չեմ ցանկանում խորությամբ անդրադառնալ, քանի որ այս բանի նախաքննություն է իրականացվում այդ դեպքով։ Ես միայն կարող եմ նշել, որ ունենք հանցանքի մասին հաղորդում ներկայացրած անձ, ով նշված հաղորդմամբ հայտնել է, որ բժշկի կողմից իրենից պահանջվել է ապօրինի վարձատրություն վիրահատության դիմաց։ Մնացած մասով քննություն է կատարվում այդ նախաքննության շրջանակներում, այդ թվում նաև ձեր կողմից նշված վարկածապարտադիր քննության առարկա կդառնա եւ հանրությունը կիրազեկվի նաև նախաքննության արդյունքների վերաբերյալ։ Ինչ վերաբերում է խափանամիջոցին, ապա խափանամիջոց կիրառելիս նախաքննական մարմինը չի կարող առաջնորդվել միայն տվյալ հոդվածի սանկցիայով։ Խափանամիջոց կիրառելիս կամ միջնորդություն ներկայացնելիս նախաքննական մարմինը գնահատում է այդ բային տվյալ վարույթին խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները։ Եթե նախաքննական մարմինը գտնում է, որ մեղադրյալը մնալով ազատության մեջ հնարավոր է խոչընդոտի քերեական վարույթին, այդ թվում օրինակ վկաների վրա ազդեցություն ունենալով, այդ թվում գործի նյութերը թաքցնելով կամ ոչնչացնելով, ապա նախաքննական մարմինը այդ կալանքի միջնորդությունն է ներկայացնելու դատարան։ Ձեր կողմից նշված դեպքով այդ միջնորդությունը ներկայացվել է հենց նաև խոչընդոտելու հավանականությունը հաշվի առնելով եւ դատարանը ամբողջությամբ բավարարել է այդ միջնորդությունը 1 ամիս ժամկետով կալանքը որպես խափանամիջոց է կիրառել, եթե չեմ սխալվում։ Շնորհակալություն։ Համեցեք արձագանք։ Պարոն Նահապետյան, այդ ամեն ինչը հասկանալի է, բայց դրան գործիքներ կան, էլի, վստահ եմ քրեադատավարական օրենսդրության մեր, օրինակ փաստաթղթերի բռնագրավում, պաշտոնավորման կասեցում, չգիտեմ, ընդհուպ մինչև տնային կալանք, դիցուք թեև տնային կալանքն էլ հասկանալի չի, եւ այդ մյուս դեպքերը, ասենք քննությունից խուսափելու փորձեր եղել է, թե չի եղել, կրկնակի հանցագործության փորձեր եղել է, թե չի եղել, այդ ազդեցությունը ոնց է գնահատվել, որ հաստատ ազդելու է, այդ մարդը արդյոք ունի քրեական անցյալ, ռեցիդիվիստ է, որ տենց ամեն օր ինչ որ քրեական հանցագործություն է իրականացնում, որ քննիչը գնացել է այդ քայլին։ Եվ երբ որ մենք նայում ենք վիճակագրությունը, վերանալով այս կոնկրետ մի դեպքից, հա, այդ մի դեպքը պարզապես թարմ էր, տենց օրինակ բերեցի։ Ստացվում է, որ մենք ունենք, էլի եմ ասել ու ասելու եմ, ավելի շատ կալանավորված մարդ, քան դատապարտված։ Դա խոսում է նրա մասին, որ կալանքները անհամաչափ են օգտագործվում եւ չարաշահվում է այս ինստիտուտը։ Խոսքը դրա մասին է եւ միայն այս կոնկրետ դեպքի մասին չի, շնորհակալություն։
Շնորհակալություն, պարոն Տորոսյան։ Դուք նշեցիք տվյալներ ունեք արդյոք, որ նոր հանցանք է կատարելու կամ թաքնվելու եւ այլն։ Ձեր կողմից նշված այդ հիմքերը առանձին հիմքեր են խափանամիջոց կիրառելու, իսկ իմ կողմից նշված հիմքը այլ հիմք է։ Եթե քննիչը նորից եմ նշում իր վարույթի քննության ընթացքում գտնում է, որ առկա է ռիսկ եւ այդ ռիսկը մեծ է, որ այս անձը, այս կամ այն անձը կարող է խոչընդոտել քրեական վարույթին որևէ եղանակով, այդ դեպքում քննիչը պետք է ներկայացնի այդ միջնորդությունը անձի նկատմամբ կալանքը որպես խափանամիջոց կիրառելու վերաբերյալ յուրաքանչյուր վարույթով, յուրաքանչյուր մեղադրյալի նկատմամբ խափանամիջոց ընտրելիս պետք է մոտենանք անհատական, կոնկրետ այդ դեպքով եւ կոնկրետ այդ անձի մասով։ Եթե տվյալները բավարարում են, որպեսզի այդ խափանամիջոցը կիրառվի կալանքը, ապա քննիչը պարտադիր այդ միջնորդությունը ներկայացնում է դատարան եւ դատարանը քննարկում է հիմքերը կան թե չկան, այսինքն նաեւ ասում է դատական այս վերահսկողության մեխանիզմով։ Արմեն Խաչ, Արփի Դավոյան հաջորդ հարցի համար համեցեք։ Շնորհակալություն, պարոն Ապետյան, շնորհակալություն զեկույցի համար։ Իրականում դուք ներկայացել եք մի զեկույց, որը ձեր աշխատանքի հետ որևէ կապ չուներ եւ կարող են հարցեր լինել, որ բավարար պատասխան չստանանք եւ դա հասկանալի է եւ բռնելի է եւ որևէ խնդիր չի առաջացնի, սակայն ես մի հատ հարց եմ ուզում տալ, որը այդ մի քիչ ավելի հետ ժամանակների մասին է։ Հիմա ես նայում եմ վիճակագրությունը 2024 թվականի ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեն քննել է 2289 քրեական վարույթ, որոնցից ավարտվել են 849։ 2023 թվականին 1824, որից ավարտվել են 536-ը, որը ավելի քիչ է, քան 2024 թվականին։ Եվ այստեղ իմ հարցը վերաբերում է ավելի նախկին տարիներին, որոնք չկան այս զեկույցի մեջ, մենք տարիներ շարունակ տեսել ենք աղմկահարույց հրապարակումներ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործերի վերաբերյալ, սակայն անցել է մի որոշ ժամանակ եւ այդ գործերի վերաբերյալ որևէ նորություն չի եղել եւ որևէ հրապարակում, պաշտոնական հրապարակման մասին է խոսքը չի եղել եւ ես կարծում եմ կան բազմաթիվ կարեւոր գործեր, որոնք 5-6 տարի այդպես մնացել են Եվ քաղաքացիներն էլ պահանջում են, հանրությունը պահանջում է այդ գործերի վերաբերյալ վերջնական ինչ-որ եզրակացություններ եւ մենք էլ որպես հանրության մի մաս պահանջում ենք, որ այդ գործերը տեսնենք դատարանում ուղղակի։ Արդյոք դուք կատարել եք գույքագրում եւ ինչպիսի եզրակացության եք եկել կամ ինչպիսի աշխատանքներ եք կատարել, որպեսզի հասկանաք, թե ինչ կամ այսպես ասած հնուց մնացած էլի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Տավոյան, այո գույքագրում կատարվել է, ես կարող եմ նշել, որ 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ հակակոռուպցիոն կոմիտեում քննվում են 2 տարուց ավել շուրջ 240 եւ ավել վարույթներ, այս պահին իմ կողմից առաջնահերթություն է սահմանվել, որպեսզի պատշաճ կարգով ողջամիտ ժամկետների պահպանմամբ առաջնահերթ ուշադրություն դարձվի այդ 1 տարի եւ ավելի ժամանակ քննվող քրեական վարույթներին եւ ունենանք այդ վարույթներով համապատասխան եզրափակիչ դատավարական ակտեր։ Ամենօրյա աշխատանք է տարվում այդ մասով, նորից եմ նշում եւ այո իմ կողմից հստակ հանձնարարություն է տրվել, որպեսզի առաջնահերթ ուշադրություն դարձնենք այդ 1 տարուց ավել քննվող վարույթներին եւ ունենանք համապատասխան ավարտներ։ Շնորհակալություն։ Արձագանք խնդրեմ։ Շնորհակալություն։ Պարոն Ապետյան, մեկ առաջարկ ունեմ հաջորդ տարվա զեկույցի հետ կապված, քանի որ սա առաջի զեկույցն էր հակակոռուպցիոն կոմիտեի, առաջարկում եմ մյուս տարվա հաշվետվության մեջ զետեղեք նաեւ ստեղծման օրվանից հակակոռուպցիոն կոմիտեի քրեական գործերի քանակը, ավարտված գործերի քանակը, դատարան ուղարկված գործերի քանակը, կարճված գործերի քանակը, որպեսզի ավելի հասկանալի լինի, թե ինչ է կատարվել այս տարիների ընթացքում, որովհետև ոնց որ ավելի բավականին սեղմ էր հաշվետվությունը եւ շատ տվյալներ, շատ սեղմ էր ներկայացված, ես հասկանում եմ որպես առաջի հաշվետվություն կարող էր այդպես
ոնց այդպես գրված լիներ, իմ առաջարկությունն է, եթե կընդունեք, իմ կարծիքով ավելի ծավալուն նյութ կլինի եւ ավելի ինֆորմատիվ կլինի։ Շնորհակալություն։ Շատ լավ, Տիկին Տավյան, հաշվի կառնենք անպայման, շնորհակալություն։ Արմեն Խաչատրյան, համեցեք։ Շնորհակալություն, պարոն Նահապետյան։ Ցանկացած իրավապահ մարմնի խնդիրը նախանցագործությունները նախականխելը, կանխարգելելը, այնուհետև բացահայտումն է, այս առումով օրինակ ազգային անվտանգության ծառայությունը ունի տասնամյակներով լավ մշակված եւ իրագործվող պրակտիկա, դա գաղտնիք չէ դերերի համակարգն է, действующий резерв ռուսերենով ասած, այսինքն այն հիմնարկները, որտեղ որ ռիսկեր կան ազգային անվտանգությանը վերաբերող հանցագործությունների կամ խնդիրների առաջացման, այդ ծառայությունը այնտեղ ներկայացուցիչներ ունեն, ովքեր թույլտվություն ունեն ուսումնասիրել փաստաթղթաշրջանառությունը եւ բոլոր գործառույթները ուսումնասիրել եւ պետք է ասեմ հաջողությամբ ազգային անվտանգության ծառայությունը բավականին երկար տարիներ կանխարգելել է շատ ու շատ հանցագործություններ, որոնք կարող էին առաջանալ։ Հիմա տեսեք, մասնագիտացված կառույց կա արդեն կոռուպցիայի դեմ պայքարի համար եւ մասնագիտացված կառույցը ես կարծում եմ, որ պետք է ռիսկային մարմիններում, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, որտեղ որ կոռուպցիոն ռիսկերը բոլորիս հայտնի է, որ շատ բարձր են եւ դեր տասնամյակներ ազգային անվտանգության ծառայությունը այդտեղ ներկայացուցիչներ ունի այդ խնդիրը հաշվի առնելով։ Հիմա ես կարծում եմ, որ պետք է կոռուպցիայի ձեր կառույցը անպայման ներկայացուցիչ ունենա։ Եթե դուք ներկայացուցիչ ունենաք, ձեր մուտքերը ապահովված լինեն, դուք փաստաշրջանառությանը հետևեք, կարծում եմ, որ կոռուպցիոն ռիսկերի 50-60%-ը դուք կարող եք նախականխել կամ կանխարգելել։ Իսկ 50-60% դա արդեն շատ մեծ թիվ է եւ բավականին արդյունավետ աշխատանքի արդյունք է։ Մենք պետք է սպասենք ոչ թե որ կոռուպցիան տեղի ունենա, հետո մտածենք ոնց բացահայտեց 100-ից 1-ը կարողանանք բացահայտել ու այդքան ռեսուրս ծախսել, այլ ի սկզբանե եթե դուք ներկայացուցիչ ունենաք պետական մարմիններում կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որտեղ կոռուպցիոն ռիսկերը շատ բարձր են եւ դա թաքցնել այսօր հնարավոր չի, ես կարծում եմ, որ կանխարգելիչ գործունեությունը բավականին էֆեկտիվ կլինի։ Շնորհակալություն, ինչ եք մտածում այս մասին։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, իրականում շատ ճիշտ դիտարկում է ձեր կողմից։ Մենք այս հարցը նաև հակակոռուպցիոն կոմիտեում ենք քննարկել, որպեսզի այդ նույն հնարավորությունը նաև ներդրվի հակակոռուպցիոն կոմիտեում, սակայն սա պահանջում է որոշակի օրենսդրական փոփոխություններ եւ մեր կողմից ուսումնասիրություններ կատարվեն, նաև համապատասխան նախագիծ կներկայացվի որոշակի օրենսդրական փոփոխությունների եւ միանշանակ այս ձեր կողմից նշված հանգամանքը եւս հաշվի կառնենք եւ համապատասխան հիմքերի առկայության դեպքում նաեւ այդ մասով նախագիծ կներկայացնենք։ Շնորհակալություն։ Ունեք արձագանք, համեցեք։ Շնորհակալություն, իսկ կարծում եմ այո շատ կարևոր է, տեսեք, ձեր օպերատիվ աշխատակիցը ինչ որ հա տիրապետում է որոշակի բազաներին, ես գիտեմ էլեկտրոնային շտեմարաններին, բայց նրա արդյունավետությունը ժամային առումով շատ ավելի ցածր է, քան եթե գտնվեր այդ նույն հիմնարկում, մուտքի ելքի հնարավորություն ունենար, նաև տեսողական մի շարք